Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխները հայկական կողմին է փոխանցել Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը, տեղեկությունը հայտնում է Հայաստանի ՆԳՆ նախարարությունը։ Լուխներին ընդունել է ՆԳՆ նախարար Արփինե Սարգսյանը։ Վիզաների ազատականացումը Հայաստան-ԵՄ գործընկերության կարևոր փուլ է ուղղված վստահության և ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդմանը։ Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը դիտարկում է որպես քաղաքացիների շարժունության և հանրային անվտանգության ոլորտներում բարեփոխումների ռազմավարական փաստաթուղթ, ասված է հայտարարությունում։ Այսօր Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Հայաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարներ Արմեն Գրիգորյանը և Սերգեյ Շոյգուն։ Այս մասին հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները։ Պարբերաբար մտքեր փոխանակելը կարևոր է այն ամենը, ինչ կատարվում է Կովկասյան տարածաշրջանում, Հարավային Կովկասում մասնավորապես մեր մշտական ուշադրության կարիքն ունի, հայտարարել է Շոյգուն։ Արմեն Գրիգորյանը հանդիպման ընթացքում խոստացել է մանրամասներ ներկայացնել տարածաշրջանում տիրող կացության մասին։ Հայաստանի ղեկավարը Մոսկվա է մեկնել ԱՊՀ անդամների պետությունների անվտանգության խորհուրդների ղեկավարների հավաքին մասնակցելու նպատակով։ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի Սասունցի Դավիթ կայարանում աշխատակիցներն իջեցրել են ուղևորներին, իսկ գնացքը հետ է գնացել Գարեգին Նժդեկայարան։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Րոպեներ անց ժամանել է երկրորդ գնացքը, որը սակայն նշված կայարանում կանգ չի կատարել։ Երևանի մետրոպոլիտենից հայտնեցին, որ տեխնիկական խնդիր է եղել, հոսանքի անկում է եղել, որի հետևանքով տեխնիկական խնդիր է առաջացել։ Այս պահին մեր մասնագետներն աշխատում են, հավանաբար կես ժամվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, ավելի վաղ ասել է մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։ Սասունցի Դավիթ կայարանում իջեցված ուղևորները շարունակել են ճանապարհը մեկ այլ գնացքով։ Համացանցում լայն տարածում է գտել ազգությամբ հայ տղայի և Դաղստանցի աղջկա հարսանիքից մի հատված, որում զույգը իրենց մերձավորների հետ ազգային պարեր են կատարում։ Մեկնաբանությունները լի են զանազան ու հիացական խոսքերով։